Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ, նորից միասին ենք այսօր իմ խոհանոցում, այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել թռչնի կաթ, բայց ոչ տորտ, այլ կոնֆետներ, գիտեմ, որ բոլորն էլ շատ են սիրում, բոլորն էլ ուզում են, որ տանը լինի այդ համեղ կոնֆետները, հաճախակի գնում են խանութից, բայց այսօր մենք միասին կպատրաստենք ու էլ չենք գնի խանութից և միշտ կունենանք տանը, որովհետև համոզված եմ, որ ձեզ շատ է դուր գալու այս կոնֆետը։ Այս համեղ կոնֆետները պատրաստելու համար մեզ հարկավոր է շաքարավազ, կարագ, խտացրած կաթ, 2 ձվի սպիտակուց, կիտրոնի աղ, 1 պտղունց, այսպես մի փոքրիկ, վանիլին, ինձ ոչ շաքարային վանիլին է և ագար է հարկավոր բարեկամներս։ Ուզում եմ հենց սկզբից ասեմ, որ տորտ պատրաստելուց, թռչնի կաթ պատրաստելուց կարելի է օգտագործել, իհարկե բոլորս էլ օգտագործում ենք ժելատինը, բայց այս դեպքում, երբ որ արդեն կոնֆետներ ենք պատրաստում, անպայման մեզ հարկավոր է ագար, ժելատինով այդքան էլ լավ չի ստացվում, սիրելիներս։ Ուրեմն ագարի ուժեղությունը, այսպես ասած, 900 պիտի լինի, կպչողականությունը կարելի ասել, 900 պիտի լինի, տուփերի վրա գրված է։ Ամենասկզբից, ուրեմն կարագը և խտացրած կաթը հարելու ենք հարիչով կամ իհարկե մեծ հարիչով, ովքեր որ ունեն ավելի լավ, ես ձեռքի հարիչով եմ հարում, համոզված եմ, որ ոչ բոլորը ունեն մեծ հարիչներ, այդ պատճառով ես ձեռքի հարիչով եմ հարում, որ դուք համոզվեք, որ ձեռքի հարիչով էլ է շատ լավ ստացվում։ Ուզում եմ նշել, որ սիրելի բարեկամներ, բաղադրատոմսի չափաբաժինները խնդրում եմ չփոխել, ոչ ավելացնել, ոչ պակասեցնել, քանի որ սելուց առաջ արդեն բաղադրիչները դնում ենք սեղանի, որպեսզի սենյակային ջերմաստիճանի լինեն։ Ուրեմն կարագը հարելու ենք 1, 2, 3 րոպե և այնուհետև ավելացնենք խտացրած կաթը։ Կարագը հարելուց հետո անպայման մաքրում ենք ամանի եզրերը, որպեսզի ամբողջ կարագը սպիտակեցնենք, այսպես պատերին կպնելուց մի փոքր մնում է և չի հարվում, այդ պատճառով մեկ անգամ գոնե պատերը պիտի մաքրենք։ Մանրամասնորեն բացատրում եմ, սիրելիներս։ Ովքեր որ գիտեն, պատրաստում են, ձեզ չի վերաբերվում, վերաբերվում է այն մարդկանց, ովքեր դեռ երբեք չեն պատրաստել ու առաջին անգամ պիտի պատրաստեն։ Նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որպեսզի շատ սպիտակ կարագ ստանանք, նորից մաքրում ենք պատերը և ավելացնում ենք խտացրած կաթը։ Նորից շատ լավ հարելու ենք, մոտավորապես 5 րոպե, կարագը և խտացրած կաթը։ Նորից շատ լավ հարում ենք պատերը մաքրելուց հետո։ Ես արդեն ավարտեցի, պատրաստ է արդեն մեր խտացրած կաթը կարագի հետ հարված է։ Բարեկամներիս ուզում եմ ասել, որ խնդրում եմ վերցրեք լավ որակի բաղադրիչներ, որպեսզի ձեր կոնֆետները շատ լավ ստացվեն։ Կրեմը արդեն պատրաստ է, հիմա մենք 2 ձվի սպիտակուցը հարելու ենք, հասցնենք փրփրուն, այսպես զանգվածի։ Ուրեմն 2 ձվի սպիտակուցին ավելացնում ենք 1 պտղունց կիտրոնի աղ և հարելու ենք իրար հետ։ Այնքան ենք հարելու սպիտակուցը կիտրոնի աղի հետ, որ ստանանք կարծես բեզեանման զանգված։ Բարեկամներիս, տեսնում եք, ստացել ենք բեզեանման
այսպիսի սպիտակ, ամուր զանգված։ Հիմա սա էլ ավարտեցինք, անցնում ենք երրորդ քայլի։ Երրորդ քայլին անցանք, ուրեմն հարմար աման ենք վերցնում, մի փոքր խորը, ուրեմն լցնում ենք 150 գրամ ջուր, 300 գրամ շաքարավազ, վանիլին, վանիլինը ըստ ճաշակի է, բարեկամներս։ Ես 2 վանիլին եմ վերցրել, քանի որ ինձ մոտ շաքարային վանիլին է, և մեզ հարկավոր է 10 գրամ ագար, ինձ մոտ 1 տուփը 2 գրամ է, այդ պատճառով ես վերցնում եմ 5 տուփ, 5 տուփ ագար։ Քանի որ ագար կպնելու հատկություն ունի, այդ պատճառով ամբողջ ընթացքում պիտի խառնենք և ոչ դանդաղ մարմանդ կրակով, այլ նորմալ, բարձր կրակով պիտի ավելի լավ է շատ լավ եփվի, քան քիչ եփվի ու չստացվի։ Մի խոսքով մի հատ լավ էսպես խառնում ենք ամեն ինչ իրար հետ։ Այսպես անընդհատ խառնելով պիտի հասցնենք եղման աստիճանի, սիրելի բարեկամներ։ 1 րոպե նույնիսկ չի կարելի չխառնել, որովհետև ագարը, ինչպես արդեն նշեցի, կպնում է հատակին։ Հասցրել եմ արդեն եղման աստիճանի, մոտավորապես 5 րոպե է տևում, երբ որ սկսում է լավ եռալը, արդեն ակտիվ եռում է, տեսնում եք, նորից 5 րոպե, 4-5 րոպե այսպես խառնելով սպասում ենք մինչև շատ լավ ամրանա, ոչ թե ամրանա, այլ շատ լավ եռալուց հետո նորից ենք խառնում, ուզում եմ ասել, որպեսզի շատ լավ եռա և հետո արդեն պատրաստ է լինում։ Այսպես ակտիվ պիտի եռա, բարեկամներս։ Եվ արդեն պատրաստ է։ Ուրեմն ամեն ինչ պատրաստ է, հիմա տեսեք, այնպիսի ինքան պիտի եռա մեր այս խառնուրդը, տեսեք, որ այսպես ծորալով, ոչ թե կաթիլ թափվի, այլ այսպես անընդհատ ծորա։ Խնդրում եմ ուշադիր եղեք, որպեսզի շատ լավ եփվի, սա շատ կարևոր է։ Արագ շիթով ավելացնում ենք սպիտակուցի վրա և միևնույն ժամանակ հարում ենք։ Որ արդեն սիրոպը հեղուկը այդ քաղցր վերջացնում ենք, նորից շարունակում ենք հարել գրեթե 4-5 րոպե։ Հիմա քիչ-քիչ, գթալ ավելացնում ենք հալված կարագը խտացրած կաթի հետ և նորից ինտենսիվ հարում ենք։ Բնականաբար կարագը հարված ավելացնելուց մի փոքր թուլանում է մեր զանգվածը։ Շարունակում։ Բարեկամներս, պատրաստ է արդեն մեր թռչնի կաթը, հիմա այս ամանի մեջ ոչինչ չեմ քսել, դուք կարող եք վերցնել քառակուսի կամ ինչ-որ ձեզ հարմար աման, որքան փոքր լինի, այնքան բարձր կլինի կոնֆետները, և հիմա այսպես զգուշությամբ լցնելու ենք ամանի մեջ, այս ձև ամանի չափը ես կգրեմ անպայման, լավ հարելուց հետո մի փոքր արագ ենք աշխատում, որովհետև արդեն գիտենք, որ արագ է սառում։ Եվ տարածում ենք, որպեսզի հավասար լինի մեր
կոնֆետների բարձրությունը։ Որքան հնարավոր է հավասարեցնում ենք, այսպիսի տեսք ունի։ Հիմա ծածկելու ենք սննդային թաղանթով ու դնենք սառնարան գրեթե 1 ժամ։ Մի փոքր հարիճին է կպել ու արդեն դոնդողացել է։ Ուրեմն մեր ագարակարը շատ լավ է աշխատում։ Անպայման սառնարան պիտի դնել եւ ոչ թե սառցախցիկ, սառել է արդեն, ուղիղ 1 ժամ 20 րոպե է անցել։ Թռչնի կաթ է, հիմա կտրենք։ Ինչ չափի ուզում եք կտրեք, դա ձեր կամքն է։ Կուզեք մեծ կտրեք, կուզեք փոքր։ Այսպիսի գեղեցիկ թռչնի կաթ ենք ստացել։ Հիմա բարեկամներ, տեղավորեմ այս ցանցի վրա եւ մի փոքր շոկոլադա պատեմ։ Տեսեք, այնքան լավ է սառել, որ ձեռքով նույնիսկ հանգիստ դուրս է գալիս։ Այդքանից էստեղ նորմալ կաթնային շոկոլադ է։ Եթե դուք կուզեք, կարող եք սև շոկոլադով պատել ձեր կոնֆետները։ Հիմա մի փոքր կտրում եմ և ձևավորում ենք արդեն մեր կոնֆետները, շոկոլադա պատում ենք, այսպես ասած։ Բարեկամներիս, կարող եք ամբողջովին ընկղմել հալված շոկոլադի մեջ և դնել սառնարան, որպեսզի սառի։ Կարող եք այսպես ուղղակի ձև տալ, ինչպես որ կուզեք, զարդարելը արդեն ձեր ճաշակով։ Ինձ մոտ շոկոլադը կաթնային է, մի փոքր քաղցր է, այդ պատճառով ես չեմ ուզում ամբողջովին շոկոլադա պատել։ Արտեցի արդեն և ստացանք այսպիսի գեղեցիկ թռչնի կաթ կոնֆետներ։ Ես մաքսիմալ ցանկացա իրականում խանութով վաճառվող կոնֆետների չափերին կտրտել և տեսնում եք ստացա այսպիսի գեղեցիկ ու շատ համեղ կոնֆետներ։ Հիմա կտրեմ, տեսեք որքան լավն է, այսինքն կտրված երևում է։ Տեսնում եք, մոտիկից հիմա կնկարեմ, որպեսզի ավելի լավ տեսանելի լինի իմ սիրելի բարեկամներ։
Այսպես ընդհանուր պատրաստման ժամանակը շատ արագ է տևում։ Ուղղակի նկարելուց է այսպես երկար, որովհետև բացատրելով, խոսելով իսկ 10 րոպեում ավարտվում է եւ 1 ժամ պիտի անպայման սառի։ Բարեկամներս շատ արագ է պատրաստվում, խնդրում եմ անպայման փորձեք եւ միշտ կպատրաստեք, քանի որ մենք գիտենք ոչ մի ուրիշ հավելումներ չկան, դուք եք պատրաստել այս կոնֆետները, դուք գիտեք ինչ եք օգտագործել եւ արդեն հասկանալի է, որ համարյա բիո կոնֆետներ ունենք։ Խնդրում եմ անպայման փորձեք, քանի որ այդքան էլ բարդ չէ եւ այդքան էլ շատ բաղադրիչներ չի պահանջում։ Բարեկամներս, հուսով եմ ձեզ դուր կգա, հուսով եմ հաճույքով կդիտեք, խնդրում եմ անպայման հավանության նշանները դրեք, որպեսզի տարածվի մեր ալիքը, մեր հայրենակիցները բոլորն էլ տեսնեն։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ, որ ինձ հետ եք, որ միշտ ինձ հետ եք, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։